Ինչ վերաբերում է Տավուշի մարզի դելիմիտացիային, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կանգնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով։ Եվ գլխավոր շտաբի պետը եւ նրան ենթակա ստորաբաժանումները բնականաբար պիտի կանգնեին այնտեղ, որտեղ Հայաստանի սուվերեն տարածքն է, իսկ նրանց փոխարեն սահմանում կանգնած են սահմանապահ զորքեր, այսինքն զինված ուժերին փոխարինել են սահմանապահ զորքեր։ Վստահեցնում եմ, որ բանակը ունի այն կարևոր դերը, որ պիտի ունենա պետության մեջ, ու մեր կառավարությունը բանակին վերաբերում է ավելի լավ, քան նախկինում վերաբերել են, տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելի լավ, եւ այն ֆինանսական միջոցները ու հետեւականությունը, որ հիմա մեր կողմից որդեգրված է, դրա վառ ապացույցն է։ Ինչպիսին են պատկերացնում բանակը 5 տարի անց, պատկերացնում են, որ բանակը կլինի եւ պայմանագրային եւ ժամկետային, որովհետեւ առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը, ավելին ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն պաշտպան հայրենիք ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը եւ պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական։ Մենք կունենանք պրոֆեսիոնալ կորիզ, բայց կունենանք ժամկետային զինծառայություն, որում ծառայելուց հետո մարդիկ կգնան պահեստազոր, մի մասն էլ կինտեգրվեն պրոֆեսիոնալ բանակին։ Իսկ սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության ժամանակակից բանակ ունենալ հնարավոր չէ։ Պաշտպան հայրենիք ծրագրի ներդրման պահից սկսած շահառու է դարձել, նշեցի, 4234 զինծառայող։ Թիվը 2023 թվականին եղել է 863, 24 թվականին 1594 եւ նախորդ տարվա նկատմամբ աճել է 731 զինծառայողով, այսինքն 84.7%-ով։ 25 թվականին ծրագրի շահառու է դարձել 1777 զինծառայող։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է 9.5%-ով։ Հիմա 26 թվականին այդ թիվը, քանի որ ինքը արդեն դառնում է կայուն, ստատիկ է դառնում, կունենանք մինչև 10% ավելացում նախորդ տարվա նկատմամբ, բայց զրոյական տարվա նկատմամբ ես նշեցի 84.7%։ Սա բավարար է, որպեսզի մենք լուծենք մեր խնդիրները։ Ցավոք ունեցել ենք երկու ինքնասպանության դեպք, որի մասին ես նշել եմ, եւ եւս մի անգամ ուզում եմ նշել։ 2025 թվականին ծառայության բերումով ունեցել ենք 6 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարություն, մեկը հոսանքահարման դեպք, երկուսը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման, իսկ ես դա փորձում եմ ինձ ապահովագրել, որ չասեք, բա գիտեք, այն օրը դուք ասիք ինքնասպանություն էր, բայց հասցրել էին։ Եվ երկուսը առողջական խնդիրներով։ Մենք աշխատանք ենք կատարելու, որպեսզի որոշակի սխալ, թյուր պատկերացում ունեցող սպաները խմբագրեն իրենց մոտեցումները, այսինքն չեմ ասի, որ վաղվանից թուրն առնելու ենք, բոլորին զորացրենք, այդպես չի։ Աշխատանք կտանենք, բայց այն մարդիկ, ում մոտ դա քրոնիկ է, այսպես ասած, արյան մեջ է, այն մարդիկ զինված ուժերում անելիք չունեն։ Պատկերացրեք, քրեական ենթամշակույթի մասա նաև այս բանի դրսից տղա բերելու ինստիտուտը։ Դուր զանգում են, կամ դուք եք զանգում ձեր աղբերներին, կամ ձեր հարազատներն են զանգում, կամ ձեր ավագ եղբայրները, մյուսները, սա բոլորիս է վերաբերում, սիրելի հայրենակիցներ։ Ես լրագրողին նկատի չունեմ, երբ որ սա վկայակոչում եմ, փաստ է, որ այս երևույթը դատապարտելի երևույթ պիտի լինի։ Կամ ինչ նշանակում զինվորին ասել երեխեն ու այդ մայրական հոգատարությունը կարևոր է, բայց 18 տարեկան տղան ինքնուրույն մարդ է, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի է։ Ինքը պիտի տնօրինի իր կյանքը ու գնալ միջամտել նրա կյանքին, ինքը զանգի պապային, նա զանգի մյուսին, քեռուն եւ այլն, ու գնալ զորամասում ինչ որ հարցեր լուծել, դա էլ է քրեական ենթամշակույթի մաս։ Թվում է, թե դա ծնողական հոգատարություն է, ոչ, դա քրեական ենթամշակույթի ու մտածելակերպի մաս է, սիրելի հայրենակիցներ։ Պայքարելու ենք սրա դեմ հետևողականորեն, բայց միայն մեր մասնակցությունը ու մեր գործիքները բավարար չեն։ Ձեր բոլորի աջակցությունն է պետք, այդ թվում նաև իրապահ այլ մարմինների, այլ համակարգերի, ովքեր մեզ կարող են համապատասխան օժանդակություն ցույց տալ քաղաքացիական կյանքում ներգրավված անձանց զինվորական կյանքին միջամտելու գործում։